Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին ուղղված ամերիկյան 28 կետանոց ծրագիրը ընդհանուր առմամբ այլևս հայտնի է եւ Կիևը գտնվում է ծանրագույն ընտրության առաջ, քանի որ նախագիծը ենթադրում է ուկրաինացիների համար աներևակայելի բարդ ու տխուր հետևանքներ։ Зараз один з найважчих моментів нашої історії. Սա մեր պատմության ամենադժվար պահերից է։ Ուկրաինայի վրա ճնշումը ամենածանրներից է։ Ուկրաինան այժմ կարող է շատ բարդ ընտրության առաջ կանգնել, կամ կորցնել արժանապատվությունը, կամ կորցնել իր հիմնական գործընկերոջը, կամ 28 դժվարին կետեր, կամ չափազանց ծանր ձմեռ, ցայսօր ամենածանրը եւ հետագա ռիսկեր, կյանք առանց ազատության, առանց արժանապատվության, առանց արդարության եւ մեզանից ակնկալվում է վստահել մեկին, որն արդեն 2 անգամ հարձակվել է մեզ վրա։ Хто напав вже двічі. Այդպես է մեկնաբանել Զելենսկին Վաշինգտոնի կազմած խաղաղության պայմանագրի նախագիծը, որի համաձայն Կիևը պետք է հրաժարվի ամբողջ Դոնբասից։ Հիշեցնենք, որ այդ երկրամասը կազմված է Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններից։ Կիևը պետք է հրաժարվի Ղրիմից, կիսով չափ կրճատի բանակը, պարտավորվի չմիանալ ՆԱՏՕ-ին, չտեղակայել իր տարածքում օտարուժեր, չհրաժարվել միջուկազերծ պետության կարգավիճակից, դրա դիմաց ստանալ անվտանգության երաշխիքներ։ Սա եվրոպացի եւ ուկրաինացի քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների համոզմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա եւ Մոսկվայի գրեթե բոլոր պահանջների բավարարում։ Ռուսաստանում ձևական քաղաքական չեմուչումներ անելով նկատել են տալիս, թե այո, Թրամփի առաջարկը ցանկության դեպքում կարելի է համարել ապագա պայմանագրի հիմք եւ որ Մոսկվան չի հրաժարվի դրա քննարկումից։ Նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նախագծի նկատմամբ ուկրաինացիների եւ եվրոպացիների բացասական վերաբերմունքի մասին։ Видимо, Украина и ее европейские союзники до сих пор находятся в иллюзии. Հավանաբար Ուկրաինան եւ նրա եվրոպացի դաշնակիցները դեռևս պատրանքներ ունեն եւ երազում են Ռուսաստանին մարտադաշտում ռազմավարական պարտության մատնելու մասին։ Стратегическое поражение на поле боя. Ռուսաստանի ղեկավարը նաև սպառնալիքներ է հնչեցրել, ասելով, որ նախագիծը մերժելը կունենա ուկրաինացիների համար չափազանց ցավալի հետևանքներ։ Если в Киеве не хотят обсуждать предложение президента Трампа и отказываются. Եթե Կիևը չի ցանկանում քննարկել նախագահ Թրամփի առաջարկները եւ հրաժարվում է դա անել, ապա եւ նրանք եւ եվրոպացի պատերազմ հրահրողները պետք է գիտակցեն, որ Կուպյանսկում տեղի ունեցած իրադարձությունները անխուսափելիորեն կկրկնվեն ռազմաճակատի այլ հատվածներում։ Հնարավոր է ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, բայց դա անխուսափելիորեն կկրկնվի։ Но неизбежно это будет повторяться. 4 տարի է սպիտակ նժույգը հեծած Կիև հաղթական մուտք կատարելը չի ստացվում, սակայն հիմա իրավիճակ է փոխվում։ Եթե ԱՄՆ նախագահը հրաժարվի ուկրաինացիներին սատարելուց, նրանց կացությունը հիրավի օրհասական կլինի։ Դոնալդ Թրամփի խոսքով Վլադիմիր Զելենսկին պարտավոր է ընդունել ծրագրի պայմանները, նույնիսկ եթե դրանք անտանելի են։ Ինչու՞։ Ահա ԱՄՆ ղեկավարի մեկնաբանությունը։ Դե ինչ որ պահի նա պարտավոր է ընդունել որևէ բան։ Չի ընդունում։ Կհիշեք, ամիսներ առաջ այստեղ օվալաձև գրասենյակում էր։ Ես ասել էի նրան. դու լավ խաղաքարտեր չունես։ Թրամփի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմում տասնյակ հազարներով են զոհվում եւ հարկ է դադարեցնել այդ արյունահեղությունը։ Ինչ հանգուցալուծում կլինի։ Երեք գիշերը դիմելով հայրենակիցներին Զելենսկին խոսել է սպասվելիք ծանր շրջանի մասին։ Наступний тиждень буде дуже непростим, насиченим. Գալիք շաբաթը շատ դժվար եւ իրադարձություններով լի է լինելու։ Դուք իմաստուն գիտակից ժողովուրդ եք, որը բազմիցս ապացուցել է սա։ Դուք հասկանում եք, որ այս պահին մեծ ճնշում կլինի քաղաքական, տեղեկատվական եւ այլ տեսակի ճնշումներ մեզ թուլացնելու եւ բաժանելու համար։ Թշնամին երբեք չի քնում եւ ամեն ինչ կանի, որպեսզի մեզ խանգարի հաջողության հասնել։ Թույլ կտանք, որ նրանք դա անեն։ Մենք իրավունք չունենք եւ մենք կհաջողենք։ Не маємо права. І у нас вийде. Եվրոպացիները այսօր էլ հավատացրել են, որ կօգնեն Կիևին, բայց արդյոք առանց ամերիկացիների դա բավական կլինի։ Այդ ճակատագրական հարցին հիմա ոչ ոք հստակ պատասխան չի տա։